Բարի օր։ Այսօր մեդիա կենտրոնում դեմ եմ նախաձեռնության անդամները կգնահատեն իրավիճակը կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո, այսինքն մայիսի 15-ից հետո, ինչ իրավիճակ է, ինչ ճնշումներ կան աշխատակիցների մասին, որոնց դուք տեղյակ եք, եւ նախաձեռնությունը ինչ հետագա քայլերի է դիմելու։ Խնդրեմ Սրփուհի, երևի դուք սկսեք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերին արձագանքելու համար։ Այսօր դեմ եմ թիմը կներկայացնի մայիսի 15-ին ազգային ժողովի կողմից ընդունված եւ մայիսի 26-ին հանրապետության նախագահի կողմից վավերացված կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի շուրջ ծավալվող իրադարձություններին, մասնավորապես դիմումների ներկայացման գործընթացին, այս առումով մեր կողմից ստացված ճնշումների վերաբերյալ հաղորդագրություններին, օրենքի իրավական գնահատականին եւ շարժման հետագա քայլերին։ Ինչպես գիտեք, նշված օրինագծով նախատեսվում է կուտակային կենսաթոշակային համակարգում չմասնակցելու համար դիմումների ներկայացում։ Այս դրույթը բազմիցս ներկայացվել է պրակտիկ կիրառության եւ տրամաբանության հարթության մեջ, սակայն հարկ ենք համարում այստեղ նաեւ տալ իրավական գնահատական, որովհետեւ այդ առումով օրենքի այս դրույթը եւ մի շարք այլ դրույթներ կաղում են։ Մասնավորապես այս դրույթը ուղղակի հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հետ, մասնավորապես օրենսգրքի 3-րդ հոդվածի հետ, որտեղ հստակ ամրագրված են քաղաքացիական հարաբերությունների սկզբունքները, ըստ որոնց քաղաքացիական հարաբերությունների մասնակիցը, այսինքն իր պոզիտիվ գործողություններով պետք է ներառվի քաղաքացիական հարաբերությունների մեջ կամքի արտահայտմամբ, այլ ոչ այդ կամքից հրաժարվելով։ Մի առիթով ես այդ անալոգիկ օրինակը բերել եմ, կուզեմ հիմա հնչեցնեմ, պատկերացրեք այսպիսի դրվագ, երբ անձը կգնա բանկ եւ դիմում կգրի, որ նա հրաժարվում է այդ բանկում հաշիվ բացելուց կամ ավանդ ներդնելուց։ Օրենքի առաջին հոդվածով, ինչպես նաև գիտեք, ուժը կորցրած է ճանաչվել պատասխանատվություն սահմանող 76-րդ հոդվածը։ Այս դրույթով ուղղակիորեն խախտված է իրավական ակտերի մասին օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետը, այն առումով, որ իրավական ակտերում չպետք է պարունակվեն նորմեր, որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն։ Այսինքն, պատասխանատվության դրույթը ուժը կորցրած ճանաչելով, միաժամանակ օրենքի ուժով կառավարության նախագծում եւ օրենսդիրը պետք է անպայման ուժը կորցրած ճանաչեն նաեւ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 8-րդ հոդվածը։ Ինչպես նաև գիտեք, օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ մասնակիցների համար, այսինքն մասնակիցների անունից, անկախ նրանց կողմից ֆոնդի կառավարիչ եւ ֆոնդի ընտրություն եւ համակարգում մասնակցության կամքի արտահայտումից կատարվում են փոխանցումներ։ Այս առումով հիմք ընդունելով նաև բյուջետային համակարգի մասին եւ գանձապետական համակարգի մասին օրենքների դրույթները բավականին կասկածելի են պետության նման գործողությունների իրավաչափությունը եւ այս հանգամանքին մենք դեռևս հավելյալ կանդրադառնանք ֆոնդերի հետ փոխհարաբերությունների առումով։ Հաջորդ բացթողումը, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշման պետք է ամրագրված լիներ տվյալ իրավակարգավորումներում, դա նախկինում գանձված գումարների վերադարձը ապահովող դրույթի բացակայությունն է։ Այնինչ, ինչպես գիտեք, հայտնի որոշմամբ հստակ սահմանվել է 7-րդ կետի, եզրափակիչ մասի 7-րդ կետի 2-րդ մասով, որ ենթակա են վերահաշվարկման մինչ այդ կատարված կուտակային վճարները։ Այստեղ նաև կուզեմ նշել, որ չնայած այս ամենին, սեփականության իրավունքի անարգել տնօրինման տեսակետից, բառացիորեն եւ առանց որևէ իրավական արգելքի հնարավոր է դիմել դատարաններ վերականգնելու նախկինում գանձված գումարները։ Այս առումով կուզեմ նաև նշել, որ առաջին նմանատիպ հայցը արդեն ներկայացված է Երևանի կենտրոն եւ Նոր Քմարաշ առաջին ատյանների դատարան, որի հայցվորը անձամբ ես եմ։
Չնայած այս ամենին իրավական հիմնավորումներին, պետությունը այլ կերպ որևիցե կերպ չի ազատվում իր հետագա իրավակարգավորումների շրջանակներում անվերապահորեն նման դրույթ ամրագրել եւ վերադարձնել բոլոր նախկինում կատարված վճարումները։ Այս համատեքստում նաև կուզենամ անդրադառնամ մի իրավիճակին, որը ստեղծվել էր ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանի որոշումից հետո, հայտնի որոշ դրույթներ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու առումով, քանի որ այդ օրվանից այդ որոշումը հրապարակելուց ժամեր անց տարբեր մակարդակներում հնչեցված պաշտոնյաների կողմից հնչեցված թյուրընկալումները եւ թյուրըմբռնումները հարկ ենք համարում դրանց նույնպես ոչ միայն բարոյական գնահատական տալ, այլև իրավական գնահատական տալ։ Կուզեմ նշել, որ Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի որոշումները եւ եզրակացությունները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Համաձայն իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի իրավական ակտի գործողությունը դադարում է իրավական ակտ անվավեր ճանաչելու դեպքում։ Այսինքն ապրիլի 2-ից ի վեր մենք երկրում ունենք մի իրավիճակ, երբ ամենաբարձր մակարդակներով կիրառվում էին օրենքի ուժ չունեցող նորմեր եւ պարտադրվում էին այդ կիրառումը։ Որպես եզրահանգում պետք է նշեմ, որ Սահմանադրական դատարան որոշման հրապարակման պահից այս օրինագիծը եւ այս վարքագիծը դեռևս շարունակվում է։ Վերադառնալով այս միջանկյալ օրինագիծ անվանումը ստացած օրենքին, կուզեմ ասել, որ սա մի օրինագիծ էր, որը հնարավորություն էր տալիս ամենաբարձր մակարդակներով ճնշումների գործադրմամբ, ինչի փաստերը մինչ 3 շատ ուշ երեկոյան մենք հավաքագրել ենք եւ կուզեմ դրանք նույնպես ներկայացնել, հետագայում իմ ընկերները կհավելեն նաեւ։ Անձամբ դեմ եմ թիմի էլեկտրոնային հասցեին ստացել ենք բազմաթիվ նամակներ, մասնավորապես ընթերցում եմ բառացիորեն։ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից։ Համալսարանի հաշվապահությունում չեն ընդունում կենսաթոշակային կուտակային համակարգից դուրս գալու մասին դիմումներ։ Ասելով թե ռեկտորն ասել է, որ ով դիմում բերի, կասեք աշխատանքից ազատմամբ դիմում էլ ներկայացնի։ Գրեթե բառացիորեն նման հաղորդագրություններ ստացել ենք Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, 3 երեկոյան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից։ Իդեպ այս հաղորդագրությունը, այսպես կոչված screenshot տարբերակով դուք մեր Facebook-յան էջում կարող եք տեսնել, արդեն տեղադրված է։ Նմանատիպ հաղորդագրություն ենք ստացել Grand Tobacco-ից, Նորք Մարաշ բժշկական կենտրոնից։ Այս հաստատությունից իդեպ ստացել ենք նամակ հետևյալ բովանդակությամբ։ Աշխատողներից ամեն մի բաժնից մեկական ներկայացուցիչ մտել են տնօրենի մոտ։ Այդ ամենից պարզ դարձավ, որ վերևներից է հրամանը եւ քանի որ պետությունը ճակերտների մեջ շատ բան է արել կենտրոնի համար, դրա համար էլ տնօրեն չի կարող ընդդիմանալ պետությանը ճակերտների մեջ իդեպ։ Ի ուրախություն բոլորիս պոլիտեխնիկում ունենք վարքագծի կտրուկ այսպես փոփոխություն այս պահի դրությամբ, մասնավորապես թեպետ իրավաբանորեն նման հիմնավորման կամ նման իրավական ակտի կարիքը չկար, սակայն պոլիտեխնիկի գիտական խորհուրդը պոլիտեխնիկի կայքեջում տեղադրել է որոշում, որով ներկայացվել է այն ընթացակարգերը, որով երիտասարդ գիտաշխատողները կարող են դիմումներ ներկայացնել, սա բավականին ողջունելի է, ինչպես գիտեք, մեկ ամիս առաջ միջադեպ եղավ աշխատակիցներից մեկի եւ ռեկտորի միջև այդ կառուցվածքային փոփոխությունները, որի իրավական գնահատականը եւս վիճելի էր։ Ուշ երեկոյան դրությամբ ունենք հետևյալ հաղորդագրությունները շատ կոպիտ ճնշումների, կոպիտ դրսևորվող ճնշումների հետևյալ դպրոցներից։ Թիվ 65, 69, 97, 66, 38, 172, 173, 31, 114 բազմաթիվ են դպրոցներում կատարվող ճնշումները։
Այս համատեքստում իմ ընկերները կհավելեն, կուզեմ այս ամենին նաև իրավական գնահատական տալ։ Կարծում եմ նախ եւ առաջ պետք է բոլոր գործատուներին ողջամտության կոչ անել, առավել եւս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, մի պատ թոթափել իրենց վրայից այդ հավերժ թվացող անպատժելիության շղարշը, փորձել գիտակցել, որ բարեբախտաբար 1937 թվականը ի ուրախություն բոլորիս պատմական անցյալում է եւ պատոհաններից այն կողմ 2014 թվականն է։ Եվ խորհուրդ կտամ բոլոր գործատուներին, ովքեր դրսևորել են եւ որդեգրել են նման վարքագիծ, ազատ ժամանակ ունենան ընթերցեն քրեական օրենսգրքի 308, 309 եւ 322 հոդվածները։ Այս առումով դեմեմ թիմը նույնպես հետևողական է լինելու։ Սակայն նաև ունենք բավականին բարեխիղճ գործատուներ, կարող եմ հնչեցնել նաև իրենց, մասնավորապես կրթական ոլորտի, դա Սեբաստացու անվան կրթահամալիրն է, Վանաձորի թիվ 7 դպրոցը, Երևանի 182, 27 եւ թիվ 50 դպրոցները, ինչպես նաև բուհական համակարգից, Երևանի պետական համալսարանը, Սլավոնական համալսարանը եւ Հովանես Թումանյանի անվան տուն-թանգարանը, ինչպես նաև Հայ Փոստը։ Շնորհակալություն Սրփուհի, ձեր հայցին անդրադառնանք մինչ խոսքը տրամադրելը արդեն ընդունվել է եւ ինչ որ օր կա, որ կարող ենք հրապարակել։ Հայցը ընդունվել է վարույթ, գտնվում է կենտրոն դատարանում, ներկայացվել է պատասխանող կողմին, երկշաբաթյա ժամկետի համաձայն դատավարական կանոնների համաձայն պետք է ներկայացվի հայցադիմումի պատասխան, որից հետո կնշանակվի նիստի օր, որը կհրապարակվի։ Շնորհակալություն։ Ճնշումներին բացի այն ազատման դիմում հեռախոսազանգերով կանդրադառնաք երևի հավելյալ մանրամասներ։ Խնդրեմ դեմեմ նախաձեռնության անդամ Արմեն Աբրոյան։ Միացած է հիմա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերքի համար։ Այո, բացի այդպիսի կոպիտ ճնշումներից, որ Սրփուհին նշեց, չեմ ուզում կրկնել ուղղակի, կան դեպքեր, որտեղ մոլորեցնում են մարդկանց, ասում են ինչու եք դիմում գրում, եթե ընդհանրապես 2 ամսվա համար է, դուք շարունակել եք մեկ ամ ուծել, դրանից հետո դա շատ խիստ մոլորեցուցիչ փաստ է, քանի որ նույնիսկ եթե ընդունենք ինչ որ հրաշքով, որ նրանք հետո պետք է ուծեն, որտեղ մենք պայքարում ենք միջև վերջ, որպեսզի դա կլինի կամավոր, բայց եթե նույնիսկ նրանք պետք է պարտավոր ուծեն, այս 9 ամսվա համար նրանք դիմում գրելով կարող են ազատվել, այսինքն դա շատ կարևոր փաստ է, եթե նույնիսկ դա 4000 դրամի ամսական գալիս, մեր գիտենք, որ մեր կրթական ոլորտում շատ դասատուներ մոտարապես 40000, 50000-ի կարգի աշխատավարձ են ստանում եւ դա մոտարապես 4000, 3000 դրամի կարգի է գալիս ամսական կուտակային վճարը։ Այդ դեպքում ստացվում է մոտ 30-40 դրամ 9 ամսվա համար։ Դա քիչ գումար չէ, այսինքն տնօրենները թող արդար լինեն իրենց աշխատողների հետ եւ հստակ ասեն, թե բոլորը շատերը կարող է տեղյակ չեն իրականում եւ նրանք մոլորեցվում են։ Ես կուզենայի նշել նաև մենք տեղեկություններ ունենք հստակ կան նախարարություններից եւ քաղաքապետարաններից կրթության գիտության նախարարությունում կան շատ դեպքեր նման ճնշումների, լսել ենք առողջապահության նախարարության մասին եւ սոցիալը, չէ, եթե չեմ սխալվում, այո, ու քաղաքապետարանը եւ քաղաքապետարանը ենթարկում են շատ դպրոցների քաղաքի ուղղակի կուզենամ այդ նախարարներին եւ քաղաքապետին խնդրեմ, որպեսզի նրանք աչառորոշ լինեն եւ հետևեն օրենքին, քանի որ սա հանցագործություն է, կարող է նրանք չեն տվել հանձնարարական այդպիսի, բայց նրանք մեզնից ուզում են կոնկրետ փաստեր, մենք գիտենք դրանց մասին, մարդիկ վախենում են կոպիտ ասած գան եւ իրենց աշխատանքի վտանգի տակ կորցնելու վտանգի տակ այդ հայտարարություններ անեն, բայց կան հստակ այդ դեպքերը եւ նրանց հորդորում ենք, նրանք հայտնաբերեն այդ դեպքերը եւ նույնիսկ իրենք անձամբ չհրահրեն այդպիսի դեպքեր։ Մի բան էլ լավ կլիներ, որպեսզի նախարարները զբաղվեին իրենց տվյալ նախարարությունների աշխատանքի եւ ընդհանուր բարվոքության լավացման ուղղությամբ, քան նման ճշումներով հանդես գային։ Դեռ այսքան։ Մենք հարցեր ունենք, բայց մինչև հարցերը թերևս Դավիթը Հիմա կանդրադառնանք
Նախ մի բան եմ ուզում նախքան անալիքներին անդրադառնալ մի կարևոր շեշտադրում եմ ուզում անեմ, որովհետև ես վստահ եմ, որ այդ հարցը այստեղ հնչելու է ու հաճախ են մեզ հարցնում, ինչու էր այս ընթացքում դեմեմ շարժումը պասիվացել, հա, այդպիսի խոսակցություններ կան եւ հարցեր միշտ էլ կան, ես վստահ եմ յուրաքանչյուր լրագրողի մոտ էլ այդ հարցը կա։ Ուզում եմ նախորդ դրան անդրադառնալ, հետո արդեն նաեւ անալիքների մասին խոսենք։ Գիտեք, յուրաքանչյուր շարժում էլ ունի տրամաբանական հաջորդական փուլեր եւ չի կարող միշտ ուղակի արհեստականորեն եւ տրամաբանությունից դուրս փորձել պահպանել պիկեր անընդհատ ամեն շաբաթ կամ ամսամեջ կոնկրետ օրեր։ Եվ սա ես չէի անվանի պասիվություն, ես սա կանվանեի, այո, գուցե այս ակցիաների որոշակի բացակայությունը որոշակի ժամանակահատվածում դա ընդհանրապես տրամաբանական հաջորդական փուլ է, որովհետև մենք գտնվում ենք մի этаպում, երբ որ ընդունվեց այս միջանկյալ օրինագիծը, որին իդեպ մենք էլի անդրադարձել ենք, նշել ենք, որ սա մեզ չի բավարարում, սա մեր պահանջների ամբողջական կատարումը չէր, ավելին իրավական տեսանկյունից շատ պակաս գրագիտությամբ գրված օրինագիծ էր եւ որը որ օրենքի ուժ ստացավ, բայց այնուամենայնիվ անգամ այդ կիսագրագիտությամբ եւ անգրագիտությամբ ինչ որ հնարավորություն տալիս էր մեր քաղաքացիներին եւ ոչ միայն նաեւ ռեզիդենտ անձանց համապատասխան դիմումների միջոցով գոնե զերծ պահել իրենց գումարները, որպեսզի իրենցից չգանձվեին կൂട്ടակային վճար այս անվան ներքո եւ հանրության միստվար զանգվածի չեն կարող թաքցնել, որ ահագին դա ոգևորել էր, որ իրենք կարող են, որովհետեւ դա էլ շարժման միջոցով, պայքարի միջոցով հասված արդյունք էր եւ չի կարելի ուղղակի մարդկանց ասել, որ դա ոչինչ է, որովհետեւ սա պայքարի արդյունքն է, պրոդուկտն է, հաղթանակ ինչ որ չափով, հա, միջանկյալ այսպես հաջողություն է եւ մարդիկ դրանով ոգևորված են։ Երբ որ կա այդ տրամաբանական этаպը ոգևորության, շատ դժվար է համոզել մարդուն, որ դու հիմա արի դուրս արի փողոց։ Եթե վստահ եմ դուք շատ ուշադիր հետևել եք մեր շարժման ընթացքին եւ ակցիաներին, միշտ ակցիաների մեծ մասամբ մասնակցում են իսկապես զբաղվածություն ունեցող մարդիկ, որոնք աշխատում են, որոնք ուղղակի քաղաքում աղմուկ կամ խոսակցություններ ապահովելու համար ակցիայի երբեք դուրս չեն գա, որ ինչ է թե կուլմինացիա պահենք։ Սա ընդհանրապես տրամաբանական այս փուլներ, որը գալիս է օրինագծից, բայց հիմա կա հստակ իրավիճակ, որը եւ մենք կանխատեսում ենք հենց ի սկզբանե երբ այս օրինագիծը կար, ասում ենք, որ մենք կանխատեսում ենք դա աստված չլինի, բայց կլինեն ճնշումներ, տեղը կա, որովհետեւ հենց այդ ճնշումների հնարավորություն տալիս է կիսագրագետ ձևով ընդունված օրենքը, որ ինչու պիտի ես դիմում գրեմ, որ չեմ ուզում մասնակցել, չմասնակցում պիտի լրելիային լիներ, հա, եւ դրանք իրականություն դարձան։ Կա իրավիճակ, կհետեւի դրան արձագանքը, մենք արդեն նախատեսում ենք եկող շաբաթվա ընթացքում ավելի կոնկրետ ամսի 11-ին երեկոյան ժամը 7-ին ակցիա, որը կմեկնարկի Մատնադարանի հարակից տարածքից, Մատնադարանի մոտից, մանրամասները դեռ մենք կհրապարակենք, հիմա այսքանն եմ ուզում հրապարակել, որ հունիսի 11-ին 19:00-ին Մատնադարանի մոտ կմեկնարկի ակցիա, ամենայն հավանականությամբ երթի տեսքով, որը հենց ուղղված է լինելու այս ճնշումներին, որոնք այսօր առկա են, որոնց մասին ընկերներս բարձրաձայնեցին։ Այսինքն սա տրամաբանական կրկին պատասխան է ստեղծված իրավիճակին։ Այսինքն այս ակցիան եկող քաղաքացին պիտի իմանա ինչի է գալիս։ Ես կոնկրետ որպես քաղաքացի, ինչու եմ գնալու այդ ակցիային։ Տեսեք, իմ գործատուն ինձնից ի պատիվ իմ գործատուի դիմումները ոչ միայն ընդունում է, այլ ինքն էր դիմումի ձևը մշակել, իդեպ օրենքի տարին լրիվ համապատասխան եւ ուղարկել բոլոր աշխատակիցներին, որպեսզի նրանք դիմեն։ Լավ, ես դա արել եմ, բայց ես գիտեմ ու ինձ բազմաթիվ քաղաքացիներ գրում են, որ ես դա չեմ կարողանում անել, որտեղ իմ գործատին ինչ ճնշում է, քանի որ ինքն էլ իշխանությունների ճնշման ներքո է։ Ուրեմն մենք այդ ակցիային գնացողներս պիտի հասկանանք, որ գնում ենք մեր այն մյուս քաղաքացիների մեջքին կանգնելու համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով օբյեկտիվ չեն կարողանում այսօր բարձրաձայնել եւ չես կարող մեղադրել, որովհետեւ մարդը վախենում է կորցնել իր աշխատանքը, որով օրվա հացն է վաստակում։ Ինչ խոսք ես կոչ եմ անում, որ ճնշված մարդիկ, հա, ովքեր ճնշված են եւ ում համար այդ ակցիան մենք անելու ենք, ում սատար պիտի կանգնենք, իրենք եւս գան մասնակցեն, որովհետեւ իրենք մենակ չեն լինելու, երբ որ մենակ ես կամ երկու հոգով ես, քեզ կարող է նկատել գործատ։ Մենակ չես, այդտեղ գոնե ինչ որ չափով աննկատ կմնաս, բայց հոգեբանորեն մասնակիցը դարձիր այդ ամբողջ քեզ սատարելու համար կազմակերպված ակցիային եւ զգա, որ ամբողջ այս հանրությունը քո կողքին է կանգնած։ Այս սրան պիտի միտված լինի ակցիան։ Եվ հետագա անելիքներից եւս մի երկու շեշտադրում էլ կուզեմ անել։ Մենք արդեն իսկ դեմեմի շրջանակներում ներսում ունենք քննարկումների փուլում է, անգամ դիմելու պարլամենտական ոչ իշխանական խմբակցություններին արտահերթ նիստ հրավիրելու եւ նոր օրինագիծ մտցնելու պարլամենտ, որը պիտի հարություն աշճանով տարբերվի այս միջանկյալ օրենք կոչվածից,
եւ պիտի առաջարկվի այն, ինչ ի սկզբանե ենք առաջարկել։ Ոչ մի դիմում էլ պետք չի գրել։ Լրելի այն մարդը ուղակի հենց այնպես, ինքը չպիտի լինի հակասահմանադրական նորմերով բնութագրվող այս համակարգի մասնակիցը։ Իսկ եթե ամեն դեպքում անձը համաձայն է իր սեփականության իրավունքը սահմանափակել, իսկ դրա բնորոշումը տվել է սահմանադրական դատարան, դա սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարում ու սահմանափակում է։ Շատ լավ, նա դա կարող է անել մտնել քաղաքացիական իրավական պայմանագրի մեջ դիմումի համաձայն։ Սա է գրագետ ձևը։ Եվ բնականաբար կարևորագույն կետ, որ պիտի լինի օրինագծում, միանշանակ գումարների վերադարձնելություն, կետ, որին առհասարակ այս օրինագիծը չանդրադարձավ, թողնելով այսպես ասած ապագային։ Սա եւս հետագա անելիքների հետ կապված եւ մի բան էլ կուզեմ նշել հետագա անելիքների հետ կապված։ Բոլորս գիտենք, որ սա միջանկյալ օրենք է եւ այնուամենայնիվ կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը բնորոշող օրենք պիտի լինի։ Եվ վերջնաժամկետը սահմանադրական դատարանի կողմից տրված սեպտեմբերի 30-ն էր։ Դա վերջնաժամկետն է, դա չի նշանակում, որ հենց սեպտեմբերի 30-ն այդ օրենքը պիտի լինի։ Դա կարող է լինել օրինակ հուլիսի 17-ին, օրինակ։ Եվ այս օրենքի հետ կապված մենք ավելի քան աչալուրջ ու զգոն ենք եւ ոչ միայն։ Մենք ինքներս էլ մշակում ենք օրենքի սկզբունքները, որոնք ընդունելի են մեզ համար, մենք դրանք բնականաբար անգամ կհրապարակենք, հիմա չենք խոսի դրանց մասին, բայց մենք դրանք կհրապարակենք, կարող եմ ուղղակի նշել մեխը սկզբունքների, որ ինչի շուրջ կառուցվում են միանշանակ կամավորության սկզբունքը, միանշանակ, ինչի շուրջ ի սկզբանե մեր պայքարը դեռ 13 թվականից ձևավորվել է եւ ինչի շուրջ էր առանց շեղվելու, առանց վեկտորը մի միլիմետր անգամ շեղելու, մենք դրան պիտի գնանք։ Կൂട്ടակային համակարգը պիտի լինի կամավոր մեր պատկերացածով եւ մեր պայքարով դրան է միտված, մեր պնդմամբ պիտի լինի կամավոր սկզբունքների վրա եւ այստեղ ի դեպ կամավորության սկզբունքը հնարավորություն է տալիս մեր պետության եւ մեր իշխանավորներին այնպիսի որակյալ համակարգ մշակել, որտեղ իրենք պիտի շահագրգռված լինեն, չէ՞ որ քաղաքացիները մասնակցեն, շատ ավելի լավ, շահագրգռվածությունը առաջացնում է ստիմուլ ավելի լավ աշխատելու, այնքան լավ պիտի աշխատեն, այնքան լավ պայմաններ պիտի տրամադրեն, որ քաղաքացիություն շահեկան եւ շահագրգռիչ լինի մտնել այդ համակարգի մեջ։ Շնորհակալություն, հարցեր խնդրեմ միկրոֆոնը կվերցնեք։ Մինչև վերջ բարձրացրեք։ Դուք նշեցիք ճնշումների մասին, կոնկրետ օրինակեր էլ բերեցիք ճնշումների մասին։ Ես անձամբ ինքս հազարավոր երևի նամակներ եմ ուղղել քաղաքապետարանին, կրթության եւ գիտության նախարարին, հենց անձամբ հանդիպել խոսել եմ սոցիալ-նախարարը, բոլոր, իշխանական թևի բոլոր ներկայացուցիչները պնդում են, որ նման բան գոյություն չունի։ Իսկ այն մարդիկ, ովքեր խոսում են ճնշումների մասին, վախենում այսպես ասած այդ մասին բարձրաձայնել։ Հատուկ այդ մարդիկ են համենայն դեպս տեսախցիկի արչև ինչ որ բաներ ասում։ Չեք կարծում, որ սա իրոք փակուղի է։ Այսինքն այստեղ էլ անելիք չկա, որովհետև եթե մարդ ինքը չի պայքարում իր իրավունքների համար, քաղաքացիական շարժում կլինի, լրագրող կլինի, ով կլինի, ոչինչ չի փոխի։ Եվ կարելի է արդյոք ենթադրել, որ իշխանությունները այսպիսով հասան իրենց նպատակին, որովհետև այն պայքարող քաղաքացիները, ովքեր որ փողոցում էին, նրանց հարցերը լուծեցին։ Նրանք դիմումը գրել են, այսինքն արդեն հետաքրքիր օբյեկտ չեն, այսպես ասած, բայց իրենց նախատեսած ծրագիրը աշխատում է հենց այս վախի մթնոլորտի շնորհիվ։ Այս հարցին ինչպես եք պատրաստվում մոտենալ։ Ես պատասխանեմ։ Չէ, անջատեցիք։ Շնորհակալություն հարցի համար։ Ճիշտ եք ասում, հենց ես էլ նշեցի դրա մասին, որ նրանք կոնկրետ փաստեր են ուզում, բայց շատ դժվար է դրանք բարձրաձայնել կոնկրետ ճնշվողների կողմից։ Եկեք մի բան դիտարկենք, որ այն կազմակերպություններին, որտեղ չկան այդ ճնշումները, այսինքն մասնավորներում հիմնականում, օրինակ մեր կազմակերպություններում դիմում գրողների տոկոսայնությունը 100% է։ Չկա այդպիսի մարդ, որ ուզում է, որ նրանց կൂട്ടակային պահեն։ Դա բոլորս գիտակցում ենք, բոլորս գիտենք, որ այդ ճնշումները իրական են։ Հիմա այդ ցինիզմը մեր կառավարչական գործիչների եւ այլն պաշտոնավորների, ես ուղղակի նրանց խորհուրդ եմ տալիս, որպեսզի նրանք ցինիզմով չշարունակեն այդ հայտարարությունները, այլ կոնկրետ փորձեն ըստ էության դրանց պատասխանել, հստակ է, որ կան այդ ճնշումները, մենք ունենք ինֆորմացիա դրանց մասին, ուղղակի շատ դժվար է գտնել մարդ, ով կկանգնի եւ կասի դրանց մասին։ Պայքարելու իմաստով մեր պայքարում մարդիկ շատերը հենց գաղափարի համար են պայքարում, ոչ թե իրենց գումարի համար։ Օրինակ այստեղ նստած մարդիկ հենց այդ մարդկանցից են,
Եվ մենք շարունակել ենք պայքարը հենց ճնշումների դեմ, չնայած որ մեզ չեն ճնշում։ Ու տվյալ իշխանավորները թող միշտ սպասեն այն քայլին, որ հնարավոր է որ մի ակցիա լինի նրանց նախարարության կամ ինչ որ մի կառույցի դեմ եւ պահանջ լինի, որպեսզի նրանք իջնեն եւ ժողովրդի առաջ պատասխան տան։ Նման պահանջներ եղել են մեր կողմից եւ հələ որ չենք ունեցել այդպիսի նախարար, որ արժանապատվորեն իջնի եւ ժողովրդի առաջ կանա պատասխան տա, նրանց հենց գրասենյակից դուրս չեն եկել։ Կոնկրետ կրթության նախարարին մենք մի անգամ գնացինք եւ նման իրադարձություն եղավ։ Այսինքն եթե արդեն մի քիչ գալիս է մարդկային իմաստով, եթե մարդ այդքան ուժ ունի, որպեսզի այդ ճնշումներին գնա, ու պետք է նաեւ ուժ ունենա, որպեսզի դրանց համար պատասխան տա։ Մենք շատ ենք լսում, որ մենք իրենք մեծամասնություն ունեն հանրության վստահությունը եւ այլն, դա նրանց պետք է օգնի, բայց տեսնենք ոնց կլինի։ Անդրադառնամ փակուղուն, ես կհամաձայնեմ, որ այս իրավիճակը, այսինքն այս դեպքերը, ընթացող, որ ճնշվողները չեն համարձակվում բարձրաձայնել կամ տեսախցիկի առջև խոսել կամ ներկայանալ, սա իսկապես շատ դժվարացնում է, անտանելի դժվարացնում է աշխատանքը, բայց դեռևս փակուղի չեմ անվանի, ուզում լավատես լինել, փակուղային չի, բայց շատ դժվար է, իսկապես շատ դժվար է, ու հիմա մենք ելքը միակ տեսնում ենք, եթե կա այլ ելք, խնդրում եմ, թող հանրությունը մեզ հուշի, մենք միշտ բաց ենք դրան, որտեղ մենք էլ հանրության մի մասն ենք ու իրոք կարող է այնպեսի մի բան հուշեն, որ մենք չենք մտածել, բայց մենք հիմա ելքը տեսնում ենք գոնե մոտակա ակցիայի միջոցով, ուղղակի այդ մարդկանց ցույց տալ, որ լավ մեզ չեն ճնշում, բայց մենք ձեզ սատարում ենք, միգուցե մի քիչ համարձակվեք խոսել դրա մասին, դեմքը փակած, ձայնը փոխած, ինչ որ ձևով խոսեք, բարձրաձայնեք, որովհետև այս հանրությունը չճնշվողները, որոնք շահի համար չի, գաղափարի համար է որ դուրս են եկել, ձեր կողքին են։ Եվ ունենք արդեն իսկ ինչու ոչ, եկեք ունենանք նաև ակնառու օրինակ մեր աչքի առաջ, մետրոյի աշտակիցները, որոնք իրենց աշխատանքից զրկվեցին, բայց այդ մարդիկ սկզբունքային պայքարում են, որ պիտի վերականգնվենք մեր աշխատանքին եւ իրավական առումով չակետներ, պիտի ծինկի բերել նման գործատուին։ Եթե մենք նման 1-2 նախադեպ ունենանք, ես կարծում եմ մեր մտածողության մեջ շատ բան է փոխվելու եւ հաջորդ անգամ ֆեոդալ գործատուն աշխատողին չի ընկալելու վասալ եւ այդքան հեշտ ձեռքերն ազատ այդ քայլերին չի գնալու։ Հնարավոր է, բնականաբար չենք իհարկե հնարավոր է, ավելի քան հնարավոր է ես կասեի, բայց մենք չճնշվողներից միևնույն է մնում ենք պայքարի մեջ, ես չեմ բացառում, որ որոշ մարդիկ էլ չեն լինելու, օրինակ ասենք, դա էլ չեմ ուզում բացառել, իդեալիստ չլինենք, եկեք իրականության հետ համարձակություննանք բախվել։ Ես գիտեմ, ընդունում եմ, ինձ համար կոնկրետ փաստ է, որ հաշտ մարդիկ էլ կլինեն, որ չեն գա ակցիաներին, որտեղ այլևս գումար չեն կորցնում։ Ոչինչ, մենք կգնանք ակցիաներին եւ մեզ նման մտածող քաղաքացիներ էլի կգան ակցիաներին եւ հետագա պայքարում մեր հույսը կլինեն մեզ նման մտածող քաղաքացիները։ Այլ հարցեր։ Միկրոֆոնը կվերցնեք։ Գիտեք, երեք հանրապետական խմբակցության անդամներից մեկը վստահեցնում էր, որ ազգային ժողովում շատ պատգամավորներ եւ աշխատակիցներ հանգիստ դիմում են գրել, հրաժարվել են վճարներից, որևէ ճնշում չկա, համենայն դեպս խորհրդարանում նման խնդիր չկա եւ զարմանում էր, որ այդ խնդիրը ընդհանրապես կա։ Ինչով եք բացատրում, որ իշխանական մի թևում այդ խնդիրը չկա, իսկ կան իշխանության մյուս թևում, ասենք գործադիրում խնդիրներ կան, մարդկանց ճնշում են։ Գիտեք, այսպես նրան կպատասխանեմ, զարմանալի է, նաեւ ոչ արդեն այդքան զարմանալի, որ ազգային ժողովի շենքի եւ պատուհաններից դուրս խնդիրներ չեն տեսնում։ Իսկ իրանք իրենց համար խնդիրներ պիտի ստեղծեին։ Ամեն դեպքում իմիտացիա միշտ պետք է ապահովել եւ անգամ եթե փաթաթավորման ներսում աղբ է, փաթաթավորումը պիտի գեղեցիկ լինի։ Սրան է միտված եւ կարող են անգամ 1-2 հաստատությունում այսպես դեմոնստրատիվ ցույց տալ, որ որևէ խնդիր չկա, այնուհետև 12-22-ում ավելի քան խնդիրներ կան։ Ինձ բնավ չի զարմացնում։ Ես նաև ուրախ եմ այդ падգամավորների համար, անչափ ուրախ եմ հանրապետական խմբակցության այն անդամների համար, ովքեր մեր պայքարի շնորհիվ կարողացան խնայել կൂട്ടակային իրենց վճարները, որի համար իդեպ իրենք կողմ են քվեարկում եւ այդպես լայնորեն գովազդում։ Մենք իրենց իրավունքներն ենք պաշտպանում, որովհետեւ իրենք էլ են մեր քաղաքացիները ամեն դեպքում։ Եթե հարցեր չկան, վերջում նորից ամփոփելով այսօրվա ձեր ասելիքը, հիշեցնենք, որ օրը որ ժամին որտեղ ինչ ակցիա է տեղի ունենալու, այդ անոնսային պահը միշտ վերջում ասում ենք, որ հիշեն։ Հունիսի 11-ին
երեկոյան ժամը 19:00 Մատենադարանին հարող տարածքում։ Ես եթե թույլ տաք ուզեմ անդրադառնալ նաև նոր օրենքի քննարկումներին, որովհետև անընդհատ այդ հարցը հնչեցվում է։ Չնայած այն հանգամանքին, որ խմբակցությունները ունեն իրենց մոտեցումները եւ դեմեմ թիմը կներկայացնի եւ հանրորեն բոլորին հասանելի կլինի այն սկզբունքները, որ ընդունելի են հանրության համար, կառավարությունը պարտավորված է լինելու համաձայնեցնել եւ հանրային լսումներ եւ քննարկումներ կազմակերպել եւ դրան նույնպես մենք հետևելու ենք եւ դա ամրագրված է կառավարության որոշմամբ եւ նաեւ կուզենամ նոր կառավարությանը որքանով որ դա կարելի է նոր համարել կոչ անել չհետևել նախկինի գործելավոճը եւ որևիցե տափուկ գործելավոճին չդիմել քանի որ նույն իր կողմից ընդունված կառավարության որոշմամբ այդ պարտավորությունը իր վրա դրված է հանրային քննարկում է լինելու Իսկականություն Այսօր մեդիա կենտրոնում դեմ եմ նախաձեռնության անդամներն էին Դավիթ Մանուկյանը, Սրփուհի Ղազարյանը եւ Արմեն Աբրոյանը։ Դեմ եմ նախաձեռնությունը նոր օրենքի նախագիծ է քննարկում իր ներսում եւ գուցե նաեւ կհամագործակցի ոչ իշխանական խմբակցությունների հետ։ Դեմ եմը նախատեսում է աջակցել ճնշվողներին, ում գործատուները չեն ընդունում դիմումները կամ ովքեր վախենում են աշխատանքը կորցնել, հետեւաբար դիմում չեն գրում։ Հունիսի 11-ին 19:00-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա ակցիա, որին դեմ եմ նախաձեռնության անդամները կոչ են անում մասնակցել բոլորին, թե այն աշխատակիցներին, ովքեր գործատուի հետ խնդիր ունեն, թե նրանց, ովքեր ուղղակի գալիս են աջակցելու։ Կհանդիպենք, շնորհակալություն։